Ինչ եմ ուտում Բագրատ Սրբազանի կեցավայրում Փաշինյանի վախը դա է ամբողջ երկրով մեկ Սրբազան պայքարի ակտիվիստների, աջակիցների, ընդդիմադիրների տներում հիմա փնտրում են Փաշինյանի վախերը Այնքան շատ են, որ բոլոր տեղերում գտնվում են դրանք։ Պարոն Մամիկյանյան, երեք իշխանությունները ինչ էին հրապարակվեց իշխանական ԶԼՄ-ում ձեր տեսակետը։ Ես զարմանում եմ, ինչ եք տենց հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանք։ Մարդը մի գիշեր նստել, այդ ապուշությունները գրել է, հետո տպել է, հետո սկան արել, դրել է իր CVK-ում։ Չի չեք գնահատում այդ աշխատանքը։ Իրենք ասում են, որ հենց ընդդիմության ներսից են իրենց այդ թուղթը։ Իրենք նաև ասում են, որ Արցախը չեն հանձնել հետո, բայց հանձնել են, չէ՞։ Սցենարիստը այսինքն չէ, իհարկե, ինքը ընդհանրապես իրականացնողն է, մենք տեսնում ենք այնինչ բնորոշ է բոլոր ավտորիտար երկրներին, ես ներողություն եմ խնդրում, բայց Գալստյան Դավիթը նույնպես ԱԱԾ է կանչվել։ Այո, Արցախի։ Գալստյան Դավիթը պայդրությամբ ինչ է հայտնի ձեզ։ Այս պայդրությամբ հայտնի է հետևյալը, որ այստեղ իրականացվում է քննչական գործողություն, ներգրաված է նաև ԱԱԾ-ն, իմ ունեցած տեղեկություններով ամենայն հավանականությամբ չեմ ուզում վատ նորություն առաջինը հայտնողը լինեմ, բայց ամեն ինչ տանում է նրան, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ կալանք կկիրառվի եւ կարծում եմ մնացած մեր պայքարի ընկերների նկատմամբ նույնպես եւ տոտալ Արտուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, ես խոսում եմ ազգային ժողովի պատգամավոր Արտուր Սարգսյանի եւ Դաշնակցության գործադիր Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի եւ Լիդիայի Մանթաշյան մի շարք մեր այլ պայքարի ընկերների տներում իրականացվում են խոզարկություններ կամ արդեն իրենց տանում են ԱԱԾ-ը։ Ինչ է կարծում, որ կալանք է լինելու, այդ ինչ են գտել կամ ինչ ինֆորմացիա ունեն, որ կալանք է դա տանում։ Իսկ ինչի Նիկոլի Հայաստանում չէ բան պիտի անես, որպեսզի կալանավորվես։ Պիտի հայրենասեր լինես, պիտի քո արժեքների համար պայքարես, այս բոլոր նշած մարդիկ այդ ամենը անում են։ Չէ, ես Նիկոլի Հայաստանում ոչինչ չեմ բացառում։ Ինչ եք բացառում, որ եւ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կարող են տանել։ Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենասերներին ինքը փորձել է կալանք տանել, բայց մեր բոլոր պայքարի ընկերների ու մեր բոլոր հայրենակիցների համար Հայաստանում այդքան բերդ չկա, որ բոլոր հայրենասերներին կարողանան պահել։ Եթե հարցնում եք ինձ որպես մեր ուժի անդամ, չէ, մենք ամեն կերպ կպայքարենք եւ այս տարիների ընթացքում բոլոր նրանց հետ ում հետ պայքարի մեջ ենք եղել, իմ կարծիքով իրենց սա ոչ կվախեցնի, ոչ որ կկանգնի։ Սա կարող է դառնալ տրիգեր, մեկ վարքյան, կարող է դառնալ տրիգեր հանդիպություն է պլանավորում։ Հավաքագրեն են հայտարարություն դառնալ տրիգեր հանրային գեներացիայի համար, նոր ընդդիմադիր շարժման համար։ Գիտեք, ես հիմա ձեզ եմ դիմում եւ մեր հայրենակիցներին, էլ ինչ տրիգեր ամես պետք։ Արցախը հանձնել է, մեր երկրում ադրբեջանցիները արդեն մի քանի տարի է մեր սուվերեն տարածքում են 21 թվականից մինչև այսօր։ Միջնորդը Ադրբեջանի հետ հարաբերությունների Թուրքիան է, կաթողիկոսի վրա եւ եկեղեցու վրա արշավ է սկսում։ Էլի ինչ տրիգեր։ Ես իրոք այդ տրիգեր բառի իմաստը արդեն չեմ ասում, Նարեկ ջան, մի վարքյան պատասխան այստեղ հարցին ու կորզացնում։ Կոմիտեի հայտարարության վերաբերյալ ասում եք 25 թվականից սկսած 1000-ից ավել անձ եք ներգրավել, որպեսզի ահաբեկչություն ընդդիմություն իրականացնի։ Եք, ես էլ եմ անցնում։ Հարց չկա։ Տարբերություն չկա։ Ընդդիմադիր գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ քաղբանտարկյալ է, այնպես որ ես չեմ զարմանում ձեր ձևակերպումից։ Երբևէ 7 տարիների ընթացքում որևէ հակաօրինական կամ հակասահմանադրական գործողության մասին որևէ քննարկում չեմ լսել, Սրբազան պայքարը ներառյալ։ Լսում եմ Նարեկ ջանի թե հարց ունեիր։ Պարոն Մամիկյանյան, այդ հաղորդագրությունը քննչական կոմիտեի, որ առավոտյան տարածվել է, ծանոթ եք։ Դուք բացառում եք, որ այդպիսի մի սցենար փորձեր որևէ շրջանակ կյանքի կոչել ընդհանրապես Հայաստանում, թե ոչ, օրինակ հաշվի առնելով, որ մենք ժամանակին ունեցել ենք, հա, նման դեպքեր, երբ որ օրինակ պետական կառույցներ են գրավել։ Ունեցել ենք, այո, այդպիսի դեպքեր, ու այն մարդը, որ այս պահին գրավում է վարչապետի պաշտոնը, առաջինն էր, որ մտել էր այդ գրավված պետական օբյեկտը։ Նորից եմ ասում, որ ես այս 7 տարիների ընթացքում երբևէ որևէ հակասահմանադրական գործունեության կամ պլանների մասին չեմ լսել, ներառյալ Սրբազան պայքարի շրջանակներում։ Ուստի խոսել դրա մասին, ես ձեզ չեմ թիրախավորում, ուղղակի նախադասությունն եմ ասում, Բագրատ Սրբազանը հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս
նման բան ահաբեկչություններ ծրագրել, ասենք ինչ-որ սահման պիտի լինի, էլի, աբսուրդի, մարազմի սահման պիտի լինի։ Պարզապես մենք հիշում ենք, որ ընդդիմությունից Վազգենը ոնց էր ազգան վարչապետի տեխնացու էր։ Հա, ներողություն, Վազգեն Մանուկյանը ասում էր, որ եթե պետք լինի, նաև կառավարական շենքեր գրավելով կհասնենք իշխանափոխության։ Նարեկ ջան, ես խնդրում եմ ամեն դեպքում Հայաստանի պաշտոնաթող վարչապետի եւ Հայաստանի կայացման գործում կարևորագույն ազդեցություն ունեցող Վազգեն Մանուկյանի մասին խոսելից, սա ընդամենը մեկ դրվակ ա եղել իր քաղաքական ելույթից, դրանով առկա է դատական գործ, որը եթե չեմ սխալվում, արդեն ավարտին է մոտենում, այնպես որ բացարձակ ելույթի ժամանակ հնչեցված որևէ կոչ չպարունակող, որևէ հակա իրավական գործունեություն չպարունակող հայտարարությունները խնդրում եմ չվերագրել ընդդիմադիր պայքարի որպես այդպիսին։ Այս տարիների ընթացքում ձևավորվել է մի միջազգային ֆենոմեն, աշխարհում տենց բան ես չէի տեսել։ Մեր երկրում ընդդիմությունը ավելի պետական, ամետական ունի իշխանություններ։ Պարոն Մամեջանյան, հենց այս համատեքստում, երբ օրեր առաջ իրավապահների սպասում էին դարձյալ Սրբազանի կեցավայրում եւ մի քանի տեղերում խուզարկություններ են եղել, ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ էր, ասում են ռևանշիստական ուժերը հարձակման են ենթարկում եւ այլ, հնարավոր է որ սրա հետևում նաեւ դրսի պատվերի կա։ Դուք գիտեք, որ ես չափից շատ եմ խարգում մեր հեռուստադիտողներին, մեր ունկնդիրներին, որպեսզի չճշտված տեղեկություն ասեմ, դրա համար եկեք տրամաբանությամբ միասին գնանք։ Մեկ ամիս առաջ Փաշազադեն, ով կրոնական առաջնորդն է մուսուլմանների Հարավային Կովկասի, հայտարարություն է տարածում, որ անհրաժեշտ է ինչ-որ հիմարություններ էջմիածին եւ այլն, որից մի քանի օր հետո սկսում է այս խայտառակ արշավը հայառաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ոնց է ստացվում, որ ռևանշիստ մեզ անվանում են ադրբեջանցիները, թուրքերը եւ Փաշինյանը ու իր խմբակը։ Ուստի ես չունեմ ոչ մի տեղեկություն, ոչ մի կոնսպիրոլոգիայի ապացույցների չեմ տիրապետում, բայց պարզ տրամաբանություն ունեմ։ Ոնց որ թե Ադրբեջանի, Թուրքիայի եւ Փաշինյանի ջրերը առնվազն մի առվով են գնում, եթե չխոսենք հստակ ցուցումներից եւ ուղղորդումներից։ Մի հարց է, պարոն Մամեջանյան, դուք ձեր թևը, այսինքն Հանրապետական կուսակցության իմպիչմենտի տեխնացու ունենալու հետ զուգահեռ պարբերաբար հայտարարություններ անում, որ պայքար է սկսում կամ արդեն սկսել է։ Հնարավոր է, որ այս առիթը, այսպես կալանավորումները, ձերբակալությունները պատճառ դառնան եւ դուք հենց հիմա այս ամառվա տապին սկսեք այն գործընթացը, որին դուք ասում եք, որ Գիտեք, Տիկին Բադյան, մեզ տապը եւ անձրևը այդքան էլ ճիշտ ասած չի հետաքրքրում, բայց այն ծրագիրը փողոցային պայքարի, որի մասին խոսել է նախագահ Սարգսյանը, այս կամ այն դրսևորումներով արդեն իսկ տեսել եք դրա տարբեր իրադարձություններ։ Ես չեմ ուզում օգտագործել առիթը ասելու, թե ինչ փողոցային միջոցառումներ են իրականացվել։ Տրամաբանությունը հետեւյալն է։ Այն ինչ անհրաժեշտ է բոլորիս, այսինքն Փաշինյանի հեռացումը։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել բոլոր գործողությունները, որոնք համադրությամբ արգելված չեն։ Ձեր հարցինի պատասխան այդ աշխատանքները արդեն իսկ տարվում են։ Պարզապես դրանից մի մասը տեսանելի է, մի մասը տեսանելի չէ, բայց ես դες վստահեցնում եմ, որ աշխատանքները չեն դադարել փաստացի ոչ մի բան։ հնարավոր է փողոցային պայքար սկսվի։ Այլ ընտրանք չկա, որ փողոցային պայքար սկսվի, որովհետև օրեր չասեմ, բայց իմպիչմենտի գործընթացը, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը փաստացի անհնար է իրականացնել առանց փողոցային պայքարի բաղադրիչի, հետևաբար բնականաբար այն նույնպես տեղի է ունենալու։ Պարոն Մամեջանյան, բայց այդպիսի գնահատականներ կան, ասում են Սերժ Սարգսյանը մի մեծ նվեր արեց Նիկոլ Փաշինյանին, խնդրահարույց, վիճահարույց տեխնացու առաջադրելով, նկատի ունենալով պարոն Համբարձումյանին, դուք այս մեկնաբանությունները ինչպես եք վերաբերում, արդյոք ճիշտ է Դավիթ Համբարձումյանին առաջադրել վարչապետի տեխնացու։ Ես ուզում եմ վերլուծել վիճահարույց կամ խնդրահարույց բառը։ Իր եւ իր հարազատների, եղբոր, աներոջ եւ այլ հարազատների նկատմամբ քրեական գործերի հարուցում, կալանք չկանգնացրեց Դավիթ Համբարձումյանին մասնակցելու պայքարին եւ հաղթելու ԿՊ-ին այդ պայքարում։ Իր նկատմամբ այս ողջ ընթացքում եւ հիմա երկես աստկացել է, իրականացվում է կեղտոտ ստի արշավ փորձելով սևացնել Դավիթ Համբարձումյանի բարի համբավը։ Մասիս քաղաքը 20,000-ից ավել բռնի տեղահանված մեր արցախցի քույրեր եւ եղբայրներ է
հյուրընկալել եւ ապահովել իրենց կեցությունը։ Ուզում եմ հասկանամ, այս նշածներից խնդրահարույցը կամ վիճահարույցը ո՞րն է։ 7 տարի առաջ նշում էին, որ Գործը կարճված է, եթե հարցը ասելու եք հանկարծությունների վերաբերյալ, գործը կարճված է։ Մնացած բոլոր գործերը կամ կարճված են, կամ արդարացուցիչ վճիռ արկա է այդ գործերով։ Հիմա Դավիթի ի՞նչն է խնդրահարույց։ Խնդրահարույցը նրանով, որ ինքը հաստատ, գիտեմ, որ ինքը հաստատ ապացուցել է, որ ԿՊ-ի հետ կռվից չի խուսափում, կռվին մտնում է ու այդ կռիվը հաղթում է։ Եթե դա որևէ մեկի համար խնդրահարույց կետա, ձեզ չեմ ասում։ Okay, խնդիր չկա։ Մեր համար դա մեծ առավելություն է։ Ինչ վերաբերվում է նվեր, մվեր եւ այլն, նախագահ Սարգսյանը եւ Հանրապետականը 2018 թվականի ապրիլի 25-ից պայքարում են Փաշինյանի դեմ։ Նման բանով հպարտանալ եւ պարծենալ, իսկ դա հպարտանալու բան է մեր երկրում, եւ դու պայքարում ես պետական եւ հակահայկական գործիչների դեմ շատ քիչ մարդ կարող է անել։ Ապրիլի 25-ից պայքարում էիք եւ այդ պայքարի շրջանակներում մայիսի 28-ին կողմ քվեներով Նիկոլ Փաշինյանին մայիսի 28-ին չէ, մայիսի 8-ին ներողություն։ Երկրորդը զարմանալի է, որ իհարկե գիտեմ, բայց ես այդ կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ, բա իմանամ։ Եթե մեջբերում եք, մեջբերեք ամբողջությամբ, թե ինչ է եղել մայիսի 1-ին, չգիտեմ ինչի հասանք մենք այս թեմային, Բագրատ Սրբազանի կալանավորման համատեքստում, բայց ամեն դեպքում պատասխանեմ։ Մայիսի 1-ին Հանրապետականի ֆրակցիան չընտրեց Նիկոլ Փաշինյանին, Արմանյանի էջում այդ ամեն չկա։ Մայիսի 1-ին չընտրեց Փաշինյանին, կոչ անելով Հայաստանի բոլոր կուսակցություններին, ֆրակցիաներին այն ժամանակվա առաջարկել այլ տեխնացու։ Դա տեղի չունեցավ։ Նույնիսկ մայիսի 8-ին իր հայտարարության մեջ Հանրապետական կուսակցության ֆրակցիան եւ դրա քաղաքական թիմը դեմ է շարունակել քվեարկել Փաշինյանին։ Դուք պատկերացնում եք այդքան մարդ հավաքված հրապարակում, ինչ է նշանակում հանրապետական պատգամավորներին, երբ իրենց տների մոտ դագաղներ էին ու ատելության քարոզը իրականացում, ձիգ կանգնած լինել Արցախի ու Հայաստանի պաշտպանության գծում, բարձրաձայնել, որ սա հակաղարաբաղյան պայքար է եւ չվախենալ են կեղծիքի արշավից։ Եվս մեկ անգամ մենք հայտարարեցինք, որ եթե Հայաստանում կա գոնե մեկ քաղաքական միավոր, ով կառաջարկի այլ տեխնացու, մենք պատրաստ ենք դա պաշտպանել, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ դա ցավոք սրտի ոչ մեկ չարեց, ավելին այդ ժամանակվա պարլամենտական մյուս խմբակցությունները ստորագրություններով այնտեղ ընթացակարգը առաջարկեցին պարոն Փաշինյանին որպես Փաշինյանի անունը տվեցի ճանճ եկավ, որպես տեխնացու, իրադարձությունները տրամաբանական են, որպես տեխնացու առաջադրեցին եւ որպեսզի պատերազմող երկիրը, պատերազմական թեկուզ սառը, ոչ ակտիվ գործողություններով պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը ավելի խորը ցնցումների չտանելու տրամաբանությամբ տեղի ունեցավ այն, ինչի մասին դուք խոսեցիք։ Պարոն Մամիջանյան, իսկ այս անգամ գոնե ձեր Հայաստանի Հանրապետական կուսակցության այսպես կոչին կարձագանքեն եւ իմպիչմենտի գործընթացը գլուխ կբերեն, թե էլի այսպես անջատողական տարբեր դիրքորոշումների ականատես կլինի եւ կգնա պրավալի ամեն ինչ։ Դե այդ հարցը ինձ չի պետք տալ, այդ հարցը պետք է տալ առաջին հերթին Հայաստան խմբակցության պատգամավորներին, որոնց ստորագրությունները մենք սպասում ենք, ոչինչ չի փոխվել, այս պայդրությամբ ամեն ինչ նույնն է։ Գործարները, որոնք այդ օրերին օգնեցին, որ Փաշինյանը դառնա վարչապետ, այն գործարները, որոնք անջատվեցին ՀՀԿ-ից եւ օգնեցին, այդ գործարները ցույց տալիս են միտումներ, որ պատրաստ են աջակցելու, եթե հանրային ընդվզում լինի կամ ընդհանրապես որևէ process-ի վերջ այդ գործարները հենց հանրապետական կուսակցության շնորհիվ են նաև շնորհիվ ձևակերպումը այդքան էլ լավ չի ճիշտն ասած, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին իր երեխաներին, իր թոռներին ու պատմությանը պիտի պատասխան տա, թե ինչով էր ինքը զբաղվում 2018-ից 2025 թվականներին։ Ես այդ տեսանկյունից երկուսս էլ գիտենք, որ նմանօրինակ բաները ես չեմ հանրայնացնում, բայց ես իմ երեխաների, ես իմ ապագա երեխաների, ես պատմության առաջ իմ ու իմ կուսակցության տեսանկյունից արդար եմ, կարող եմ պարզ ճակատով ասել, որ այս տարիների ընթացքում պայքարել եմ, բայց ավելի կարևորը ոչ թե պայքարելու գործընթացը, այլ հաղթանակի հասնելու, որը հույս ունեմ մոտ է։ Ասեք, պարոն Կիրակոսյան, ինչ դժգոհ եք։ Չէ, բացարձակ, շնորհակալ եմ, որ համբերատար պատասխանում եք հարցերին։ Պարոն Մամիջանյան, բայց հաշվի առնելով հանրապետական կուսակցության իշխանության 10 տարիները, այդքան էլ ոչ ժողովրդավար գործելավոճը հեռու չէ ՀԿ-ից։
թույլ տվեք ես հարցս ավարտեմ, հետո կկրվեք։ Չնայած ես ձեր հետ կրվելու բան չունեմ, պլաներ։ Հայտ ոչ ժողովրդավար այդ մոտեցումները տեսել ենք, ընտրակեղծարարությունը, այսպես բանդաներով ինչ որտեղ հարցեր լուծելը։ Հիմա դրա համար որ հերկվում է այս ամենը, որ ՀՀԿ նման բանում չկա, մարդիկ տեսել են էլի ինչա կատարվում եւ հիմա հարցեր առաջանում, կարող է հիմա անեն նման բան։ Պարոն Կիրակոսյան, անցել է 7 տարի ինչ Փաշինյանը իշխանությանը։ Ուր են այդ բանդաներ, ընտրակեղծիքներ եւ այլն, այդ բոլոր քրեական գործերը ուր են։ Չկան։ Շատ լավ, էս մեկ պնդում։ Երկրորդ, ինչ վերա, այդ առանձին պատմությունը։ Երկրորդ հարցադրումս Դուք փորձեցիք ասել, որ հանրապետականի կառավարման տարիներին խոսքի ազատության եւ այլնի հետ կապված խնդիրներ կան։ Գիտեք, մենակ մի բան ասեմ, էլի։ 18 թվականի այն փաստը, որ տեղի ունեցած իրադարձությունները գրեթե անարյուն էին հանած Էջմիածնի ցավալի դեպքը։ Դա հաստատ ընդդիմադիրների այն ժամանակվա, հաստատ Փաշինյանի շնորհքը չի։ Հաստատ իրենք շատ էին ուզում, որ արյուն թափվի, հաստատ իրենք շատ էին ուզում, որ զոհեր լինի, բայց այն ժամանակվա իշխանությունների խոհեմության, այն ժամանակվա իշխանությունների վերաբերմունքի արդյունքում որևէ խոշոր միջադեպեր չգրանցվեցին։ Իսկ դուք լրագրող այդ ժամանակ եղել եք եւ ձեր գործընկերներից էլ կարող եք հարցնել, թե այդ տարիների ընթացքում նմանօրինակ դրսևորումներ, նմանօրինակ ռեպրեսիաներ լրատվականների նկատմամբ, նմանօրինակ ռեպրեսիաներ քաղաքական գործիչների նկատմամբ, սկսած Արմեն Աշոտյանից, ով 2 տարի պահում է անազատության մեջ, վերջացրած Սամվել Կարապետյանով, ով հայտարարության համար, որը ոչ կոչ էր պարունակում, ոչ մի բան չէր պարունակում, ուղղակի նույն վայրկյանին կալանավորվել է։ Հիմա ինչ որ պլան են իրանցով գրել, դրա հիման վրա են փորձում մարդկանց կանոնավորել, այնպես որ ցանկացած զուգահեռը մեր կառավարման տարիների եւ Փաշինյանի մեր համար վիրավորական է, պարոն Կիրակոսյան։ Եվ պարոն Մամիկյանյան, կնեք մեկ հարց, դա եթե բան անենք, հա, կրկին վերադառնանք անձանց, հա, եւս մեկ անգամ կխնդրեմ ասել, հա, քանի հոգի այս բային ձեզ հայտնի, որ խուզարկությունը իրականացվում։ 20-ից ավել, եթե չեմ սխալվում, անձանց ընդդիմադիր գործիչների տներում խուզարկություններ են, հստակ անուններով կարող եմ նշել դե Բագրատ Սրբազանը, ազգային ժողովի պատգամավոր Արտուր Սարգսյանը, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, Լիդիան Մանթաշյան, Սրբազանի աջակիցներից օգնական, գիտեմ նաև որ Դաշնակցության տարածքային գրասենյակների ղեկավարների մոտ են խուզարկություններ եւ շատ ու շատ նաև Սրբազան պայքարի հետ առնչվում է այս պահի դրությամբ ես տեղեկություններ չունեմ։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ,